Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօր միասին կբացենք մի հին իմաստուն հայկական առակ, Աթաբեկ Խնկոյան, ճպուրն ու մրջյունը։ Առակի հիմնական միտքը աշխատասիրության, պատասխանատվության և հեռատեսության մասին է։ Պատմությունը ցույց է տալիս, որ միայն վայելելով ու անհոգ ապրելով հնարավոր չէ ապահով ապագա կառուցել։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ընտրություն է կատարում, աշխատել ու պատրաստվել վաղվան, թե ապրել միայն այս պահի հաճույքով։ Թռիվերի մի ճպուր։ Ողջ ամառը շուրումուր, երգեց, ջրաց, ջրջրաց։ Չեմ մտածում վաղվա մասին, կռվռում եմ անհոգ, ուրախ, տրալալա, տրալալա, տրալալալալա։ Մինելը ձմերը փռեց իրա թևերը, բացեց գորգը սպիտակ, դաշտերն առավ ձյունի տակ։ Անցան պայծառ օրերը, էլ որն ասեմ, էլ որը, երբ ամեն մի թփի տակ, թե սեղան կար, թե օթյակ, եկան օրեր ցրտաշունչ, ճպուրն ընկավ լուր ու մունջ, քաղցած փորին էլ ինչ երգ, ցուրտը տարավ ոտ ու ձեռք։ Զնգր դողալով, ծանր սողալով, նա մրջյունին ասում էր. Գլխիդ մատաղ, սանամեր, մի ճար արա, շունչ առնեմ, ցրտից, սովից չմեռնեմ, կերակրի, տաքացրու, մինչև գարուն ապրեցրու։ Ինչ խաբար է, Սանիկս, զարմանում եմ ջանիկս։ Չաշխատեցիր ամառը, ասա ինչ էր պատճառը։ Էդպես բանի, սանամեր, էլ ժամանակով ուներ։ Էն խոտտերում բուրավետ երգում էինք մերոնց հետ։ Ուրեմն դու։ Այո, ես ողջ ամառը դեն ու դես երգում էի մշտապը ես։ Երգում էիր շատ բարի։ Այժմ էլ բռնի վերվերի, քամին ծապ տա, դու բարի։